Տոմատի հյութ, օգուտներն ու վնասները։ Լոլիկի հյութը պահպանում է հասուն լոլիկի վիտամիններն ու արժեքավոր հատկությունները, հարուստ է պեկտինով, մանրաթելով, բետա-կարոտինով, B և C վիտամիններով, պարունակում է մագնեզիում, երկաթ, կալցիում և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութեր։ Լոլիկի մեջ պարունակվող ֆոլաթթուն ազդում է նյարդային համակարգի գործունեության վրա և օգնում է պայքարել սթրեսի և նյարդային խանգարումների դեմ։ Տոմատի հյութը խորհուրդ է տրվում սրտանոթային հիվանդություններով, ցածր թթվայնությամբ գաստրիտով, ինչպես նաև անեմիայով տառապող մարդկանց։ Այն նորմալացնում է երիկամների աշխատանքը և նյութափոխանակությունը, օգնում է ազատվել տոքսիններից և ազատ ռադիկալներից։ Լոլիկի հյութը բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է օրգանիզմը ծերացումից, մաշկը դարձնում է ավելի առաձգական և խոնավ։ Տղամարդկանց սննդակարգում լոլիկի հյութի առկայությունը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, այն խթանում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը։ Օրական 1 բաժակ լոլիկի հյութը կապահովի լիկոպենի օրական պահանջը կանանց օրգանիզմում։ Ապացուցված է, որ լիկոպենը կանխում է երակների լայնացումը և օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Տոմատի հյութը օգտակար է նաև հղիության ընթացքում։ Այն հեռացնում է ավելորդ հեղուկը օրգանիզմից, վերացնում է այտուցները, օգնում է հաղթահարել տոքսիկոզը։ Բացի այդ, ծառայում է որպես վիտամինների աղբյուր, որոնք անհրաժեշտ են հղի կնոջ օրգանիզմի համար։ Օրինակ, մագնեզիումի պարունակության շնորհիվ նվազեցվում է ուշ փուլերում կծկումների առաջացման ռիսկը։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալներով 1 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ չի տրվում տալ տոմատի հյութ։ 1 տարեկանից հետո կարելի է տալ միայն որակյալ լոլիկից պատրաստված հյութ։ Լոլիկի հյութի վնասակարության մասին։ Լոլիկը հազվադեպ է ալերգենիկ, այն չի մտնում ալերգենների առաջին տասնյակի մեջ, բայց անհատական ռեակցիան չի կարելի բացառել։ Հետևաբար, ալերգիկ ռեակցիաներին հակված մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն լոլիկի հյութը։ Այն հակացուցված է նաև ստամոքսի խոց և ստամոքսահյութի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։ Լոլիկի հյութը խորհուրդ է տրվում խմել թռիչքների ժամանակ, քանի որ ինքնաթիռում երկար մնալու ընթացքում արյունը սկսում է լճանալ, վատ է շրջանառվում, իսկ լոլիկի հյութը հիանալի կանխարգելիչ միջոց է արյան մակարդուկների համար։ Լոլիկի հյութից առավելագույն օգուտ ստանալու համար խորհուրդ է տրվում այն խմել բուսական յուղերի և խոտաբույսերի հետ։